Ինձ համար հատկապես շատ կարևոր էր Արցախի պահը նախագահի ելույթից եւ ընդհանրապես կուսակցության այդ շեշտադրումից, որ Արցախի հարցը փակված չէ։ Ինձ համար սա չափազանց կարևոր է, որովհետեւ տեսեք, ես ամեն դեպքում քաղաքական դաշտում եւ ինքս քննադատում եմ, որ գուցե նախընտրական կոնյունկտուրայից ելնելով կամ արտաքին քաղաքական դերակատարները հանկարծ չջղայնանան, չգիտեմ, իշխանությունները, որ հանկարծ Ադրբեջանը չջղայնանա, վայ Ալիևը չջղայնանա, բայց շատերը համարում են, օրինակ խոսում են Արցախահայերի վերադարձի մասին, կամ իրավունքների, բայց չեն խոսում Արցախի էջը փակված չլինելու մասին, չեն խոսում Արցախի կարգավիճակի մասին, նույն ձևով թրիփի մասին, հա, մեկը ասում է, ես ավելի երկար կկառուցեմ, մեկը ասում է, ես ավելի լայն կկառուցեմ, մեկը ասում է, չգիտեմ, այնտեղ ինչ կանեմ, բայց նույն իշխանությունը ինքն էլ ասում է, այսինքն այդ դեպքում իշխանությունն ասում է, ես թրիփ եմ բերել, հիմա իհարկե քիչ են խոսում, որովհետև տեսնում են Թրամփի վիճակը, հիմա ավելի լեզուները քաշել են, հիմա չեն խոսում այդքան դրա մասին, նույնիսկ իրենք Փաշինյանն է իր բերանով ասում, որ ակտուալությունը կորցրել է, բայց ինձ համար շատ կարևոր է, որ քաղաքական ուժը Արցախի հարցում, հա, հստակ դիրքորոշում տա կամ թրիփի մասով, որտեվ եթե դուք էլ եք անելու այն թրիփը, մի քիչ երկար, մի քիչ կարճ ինչ որ իշխանությունը, ապա ինձ դա հետաքրքիր չի, կամ եթե դուք միայն խոսում եք Արցախահայերի վերադարձի մասին, Էրենա Ալիևն էլ ասում է, եկեք անձնագրերը վերցրեք, գնացեք, դա ինձ որպես քաղաքացի ես ուրիշ բովանդակություն եմ սպասում։ Հիմա հարցս հետևյալն է. դուք որովհետև չեք առաջադրվելու եւ քաղաքական կոնյունկտուրայից դուրս եք, դրա համար եք դա ասում, ավելի ազատ եք, քան մյուսները, թե իսկապես ձեր համար դա սկզբունքային հարց է ու երբ որ ասում եք Արցախի էջը չի փակվելու կամ թրիփի հետ կապված որևէ միջանցքի դեմ եք, որովհետև դա չի ապաշրջափակում բոլոր ճանապարհները, այդ գաղափարների կրողն եք։ Էլի շատ անց բազմաշերտ բաներ ասացիք, չեմ կարա չանդրադառնամ մի շարք գնահատականներին, միջև բուն հարցին էլ պատասխանելու։ Վերջից սկսեմ, չէ, մենք դրա մասին խոսել ենք միջև համագումար եւս։ Նախագահ Արցախի հետ կապված եւ մեր հանրապետականի գործադիր մարմնի քաղաքական թիմի ներկայացուցիչները մշտապես են ասել, որ Արցախի էջը չի փակվել եւ չի կարող փակվել։ Քաղաքական որոշում որևէ մեկ իրավունք չունի նման կայացնելու։ Այսինքն համագումարում ավելի ծրագրային եւ խիտ այդ ամեն ինչը հնչեց նաեւ փոխկապակցված որպես վերլուծություն վերջին 5 տարիների կատարված գործընթացների 21-ից հետո, այդ թվում Արցախի հայաթափմանը բերած process-ների, այդ թվում սեպտեմբերի 19-ի ադրբեջանական ագրեսիայի եւ դրանից հետո եղած բռնի տարանմանը եւ էթնիկ զտմանը։ Չէ, այս հարցը քաղաքական կոնյունկտուրայի հարց չէ, այս հարցը արժանապատվային հարց է։ Հաջորդը, այսինքն ոչ ոք չի կարող դա փակել։ Ով ինչ ուզում ասի։ Կարա փակի մենակ ժողովուրդը, գիտեք ոնց, մոռանալով։ Արցախի հարցը կարա փակի միայն հայ ժողովուրդը, այն էլ մոռանալով Արցախի մասին։ Այն ինչ որ անում է Նիկոլը։ Այսինքն մեր խնդիրը, երբ որ խոսում ենք Արցախի էջի չփակվելու մասին, շատ պարզ պրիմիտիվ բազային մակարդակում այդ հարցը կենթանի պայմանն է, չմոռանալ։ Դե նա ասում է, ես պատմական արդարության հետևից չեմ գնալու։ Նա շատ բան է ասում, նորեն մենք ընդդիմությունից ենք խոսում, չէ՞։ Այսինքն ամենակարևոր բազային մակարդակը էս կռվի չմոռանալն է։ Որովհետև եթե մոռացության process-ը տրվեց, նորից եմ կրկնում, ոչ միայն Արցախահայերի կողմից իրենց փոքր հայրենիքը չմոռանալն է, հայ ժողովրդի կողմից չմոռանալն է, իր հայրենիքի այդ հատվածի մասին, դա շատ կարևոր է։ Նիկոլը փորձում է դա մոռացության տալ, քաղաքական կոնյունկտուրշիկներ կարող են լինել, որոնք հակառակը փորձեն կեղծ խոստումներ տալ եւ դեմագոգիայի վերածել հայրենասիրությունը, եւ կարող են լինել քաղաքական ուժեր, որոնք առհասարակ չփորձեն գեոպոլիտիկ սերացումներ չմտցնել, չխոսել Արցախի մասին, մանավանդ օրինակ Ռուսաստանի նախագահի ակնարկների մեջ, այնպես տիպը դուք փագել եք, բայց դե փագել եք։ Այդ էր ասում, չէ՞ Նիկոլին, դուք եք փագել էջը, դուք եք ճանաչել, դե ճանաչել եք, անցանք։ Սենց ակնարկ կար այդ երկխոսության մեջ, մի հատ նայեք։ Եվ կան ուժեր իդեմս մեզ, վստահ եմ այլ մարդիկ էլ կլինեն, այլ քաղաքական ուժեր էլ, որոնք հասկանում են, որ Արցախի հարցը բազային մակարդակով պետք է պահել կենթանի,
որ դատարկ խոստումներ տալ այստեղ չի կարելի։ Ձեր անհամբերությունը, այդ ջղայնությունը առայն որ խոսում են հատվածական խնդիրների մասին, դա մի պարզ բանի մասին է վկայում։ Արցախի հարցը ճգնաժամի մեջ է, էգզիստենցիալ ճգնաժամի մեջ է, այո։ Դա Նիկոլի եւ Ալիևի համատեղ ջանքերով է եւ ընդդիմության որոշ շրջանակների ոչ բավարար ուշադրությամբ կամ խիզախությամբ այդ հարցի մասին խոսելը, բայց ճգնաժամի մեջ է։ Եթե մենք առաջ խոսում ենք ինքնորոշման իրավունքի մասին, այսինքն Արցախցին այնտեղ էր, ուներ սեփականություն, ուներ հոգևոր մշակութային ժառանգություն, սեփական պետություններ կառուցում, սեփական իշխանություններ ուներ, դատական գործադիր օրենսդիր, սահմանադրություն ուներ, սեփական կյանքը կազմակերպում էր եւ իրան պետք էր պրիզնատա, այսպես ասած, ճանաչումը, հիմա հենց է գլորվեց սա, հա, այդ սաղն հենց է փլվել այս տարիների ընթացքում, որ այո մենք վերադարձել ենք էլեմենտար, ֆունդամենտալ իրավունքների արծարծմանը այս փուլում, որպես առաջին քայլեր խնդիրը կենթանի պահելու, այո վերադարձի իրավունք, անվտանգ եւ երաշխավորված միջազգային գարանտիաների ներքո, Ալիևի ասած ուրիշ բանի մասին է, այսինքն այդտեղ խափուսի կա այդ զուգահեռը, չկա այդ զուգահեռը։ Երկրորդը այո սեփականության իրավունքի։ Հիմա կասեք տոննա բանման, բայց միջազգային իրավունքի աշխարհում դա կարևոր է։ Կարևոր իրավունքներից մեկն է։ Հոգևոր մշակութային ժառանգության պահպանությունը որպես Արցախի էջը չփակելու։ Այդ խնդիրը Խաչքարն ու եկեղեցին ու հուշարձանը չի միայն, չէ՞։ Աննայց չի Արցախի ողջ հարգանքով մի քանի խոշոր բան հանած, այդտեղ Լուվրը բաց երկնքի տակ։ Ինքը թանգարանա բաց երկնքի տակ, մի քիչ էս կողմ, մի քիչ այն կողմ, իր գոհարներով, դադիվանքով, գանձասարով, ամարասով, հայ բազմաթիվ Ղազաչեցոցով գոհարներով, բայց անես չի սաղ գոհարա, բայց խնդիր դրա մասին չի։ Մենք the best of-ը չենք Արցախի մշակութային ժառանգություն ասելով հասկանում, չէ՞։ Մենք հասկանում ենք, որ դա ժողովրդի հետքն է։ Դա ժողովրդի մատնահետքն է, հասկանում եք։ Ազգի մատնահետքն է, ազգի ոտքի հետքն է այդտեղ։ Խի Ալիևը դա ջնջում շատ པարզ չէ, որ Արցախի էջը կարափակի, նաև ջնջելով այդ հետքը։ Հա, իհարկե։ Մաքրելը, բայց դրա համար բայց ինքը նաև հիմքերը պատրաստում, ինքը շատ լավ հասկանալու է աշխարհը այսպես չի գնալու քաոսի վերածվի, միջազգային իրավունքը դեր է ունենալու եւ հիմք է պատրաստում։ Եվ մեր խնդիրը նաև այն է, որ հայ ժողովուրդը պետություն ունենա սեփական իր ձեռքերում, որովհետեւ երբ որ աշխարհը վերադառնա կանոնակարգված հարաբերությունների, մեզ ներկայացնող լինի։ Հայ ժողովրդին ներկայացնի հայ պետությունը։ Այդ է կարևորը, հա։ Հիմա մի րոպե չեմ վերջացրել, կներեք, որտեղ շատ բան տեղախառնեցիք հարցի մեջ, էլի կարևոր բաներ ասեցիք, տրիպ, հա, տրիպ ակնարկեցիք։ Տրիպի մասին համագումարին խոսեցինք, ի՞նչ է տրիպը։ Վերջնական գնահատական մենք կարող ենք, մենք հանրապետականներս կարող ենք տալ տրիպին, երբ որ դրա մասին իմանանք իրական ինֆորմացիան, օպերացիոն մակարդակից մինչև կազմակերպային իրավական։ Այսինքն ես մի բան կարող եմ ասել, եթե տրիպային նույն Զանգեզուրի միջանցքն է, իսկ բոլորը ասում են, որ դեմ են Զանգեզուրի միջանցքին, ոնց եք տրիպին կողմ։ Բա ես դա եմ ասում։ Մի հատ իմոտ այդ կոգնիտիվ կդնեք Զանգեզուրի միջանցքի, թե ինչ, բայց հատած պրոբլեմ կա։ Բա ես այդ հասն եմ տալիս, ոնց եք դրանք ասել եք Զանգեզուրի միջանցքը ՔԽ, հիմա ռեբրենդինգ են արել, դրու։ Բա ես դա եմ ասում են տրիպ չի, այս չի, անունը հիմա Մկրտիչ չի, բանա Բենյամինը, կների Մկրտիչն ու Բենյամինները զուտ այդ բանը։ Հա, ինչ կապ ունի անունը ինչա, բայց Սյունիքի մասին է, չէ՞ խոսքը։ Հիմա եկանք հաջորդ հարցին, տրիպի հետ կապված այսօրվա դրությամբ։ Այո, տրիպի, տեսեք, տրիպի հետ կապված հենց այդ ձևակերպման։ Ոտները կախենք ցե իրանական պատերազմ եւ այլն։ Բայց թուրքերը դա աշխատում են։ Այո։ Խի, որովհետև ժամկետներ են նշում թուրքերը։ Այո, ոչ միայն աշխատելու։ Ժամկետներ են նշում, աշխատանք արդեն տնտեսական հաշվարկ ունեն, ասել են, որ բացվելու է 4-5 տարուց, թողունակությունը պետք է լինի 15 միլիոն տոննա գրուզ, բեռ, պետք է լինի 5 միլիոն ուղևորափոխադրումների թողունակություն, այս թվերը ու անունը ինչ են դնում, տրիպ, չէ, Զանգեզուրի միջանցք։ Որտեղ այսօրվա տրամաբանության մեջ այս Զանգեզուրի միջանցքն է, որեն մի հատ Լևիս շալվար են հագցրել, ասել են սա տրիպն է, հա, հիմա
կոնյուկտուրան այնպեսին է, որ այս շալվարը, այս վարտիկը ներվայնացնում է հարևաններին կամ խոցելի է դարձնում, մի օր կարող է այս շալվարը հանեն վրայից, կներեք էլի կենցաղային են բաց, բայց տակը մնա է այդ ոտա, չէ։ Այսինքն թուրքերը մեկը այդ տակից իրենց ծրագրերը շարունակում, ասածս ինչա, պետք չի մեզ սփոփել, հանգստացնել այն բանով, որ տիպը դե այս իրանական պատերազմի պատճառով տրիպի ռեալիզացիան հետաձգվում է, ռիսկեր կան, չի լինելու այդ պրոյեկտը եւ այլն եւ այլն։ Այնտեղ գործ են անում, այդ եմ ասում։ Դրա համար եմ ես Դրա համար ուզում եմ մարդիկ հասկանան, այո, տրիպի անվան տակ այդ Զանգեզուրյան միջանցքը կարող է այդպես չլինի կամ լինի այլ պրոբլեմների համատեքստում կամ հետաձգված, բայց բուն Զանգեզուրյան միջանցքի վրա թուրքերն ու ադրբեջանցիները իսրայելցիների եւ Մեծ Բրիտանիայի լոբինգով կպած աշխատում են։ Բա ես դրա համար եմ ասում, ես դրա համար ընդդիմությանը չեմ հասկանում, հա, որտեվ հստակ չի, ինչ տարբերություն, նրանք էլ են թրիփ ասում, դուք էլ եք թրիփ ասում, հա, նկատի ունեմ Նիկոլենք։ Նիկոլենք ընդ որում թրիփի բանը, Փաշինյանն այդ քաղաքականության շարունակությունը, երբ որ Ալենը ասում է Ադրբեջանն է Հայաստանի անվտանգության երաշխավորը, իդեպ ըստ օդում կախված լուրերի Ալեն Սիմոնյանը ցանկանում է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնել կամ որևէ լավ երկրում դեսպան նշանակվել, բայց առաջին տեղում ցանկությունների ասում են դա է, բայց երբ որ նույն թրիփի մտքի շարունակությունն է, երբ որ այդ տրամաբանության, երբ որ ասում են Ադրբեջանը լինելու է Ալենը, երբ որ ասում է Հայաստանի անվտանգության երաշխավորը։ Էլի մենք ինչ-որ մարդու եք տալիս, որ այս քաղաքական ճգնաժամի ապացույցներից մեկն է, որ այդ ինտելեկտուալ եւ բարոյական բաներով նկարագրերով մարդը ինչ-որ բաներ ասում։ Դե հիմա ավելի բարձր տեղից կարող է իրանց ձեռն է պարզապես, էլի, ոչ թե մենք քննարկում ենք, որովհետեւ դա խելոք միտք է ասել, քննարկում ենք, որովհետեւ իրանց ձեռն է այդ իշխանությունը, որ կարող ամենա չխմած տխմար բանը կյանքի կոչեն, էլի։ Դե դրա համար եմ ասում, այդ թրիփի Զանգեզուրի միջանցքի շարունակությունն է տրամաբանական նրա այդ հայտարարությունը։ Չէ, ստոպ, նորից չեմ ուզում իրան քննարկեմ։ Չէ, հարցը իրանք չեն։ Ասածս իմ մտահոգությունը հետեւյալն է։ Անդիմություն մեջ տեսնում եմ ինքնահանգստացում, տիպը տրիպը հետաձգվեց, տրիպը չի լինելու, տրիպը կարողա չլինի, եթե սան շարունակվի կամ ուրիշ Զանգեզուրի միջանցքը, եթե սան շարունակվեց, լինելու է։ Այս հստակ տարանջատումը իրանական պատերազմը հանում է այդ պրոյեկտից ամերիկյան փաթեթավորման ողջ գրավչությունը կամ հեռանկարական էֆեկտիվությունը կամ իմպլեմենտացիա իրագությունը եւ այլն, բայց չի հանում պանթուրքական կոմպոնենտը եւ սա պետք է հասկանալ։ Դա խնդրեմը չի վերացել։ Այս է ինձ ներվայնացնում, որ ընդդիմության մեջ դա ընդդիմադիր քաղաքական մտքի մեջ դա լավ չեն հասկանում։